Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն։ Նրանք լիանում են քո տան պարարտությունից։ Սաղմոս 36:8։ Սաբայի թագուհին ցնցված էր Սողոմոնի սեղանի շքեղությունից։ Նա կորցրեց իր սիրտը, երբ տեսավ կերակրի առատությունը և ապշած էր այն ծառաների ընկերակցության վրա, որոնք խնջույք են անում արքայական սեղանի շուրջ։ Բայց ինչ էր սա համեմատած շնորհքի Աստծո հյուրընկալության հետ։ Նրա ժողովրդից տասնյակ հազարավոր մարդիկ են կերակրվում ամեն օր։ Նրանք սոված են, ծառաված և մեծախորժակով են գալիս խնջույքի, սակայն բոլորն էլ կշտացած են հեռանում։ Տիրոջ պաշարը հավիտյանս հավիտենից բավարար է նրանց բոլորի համար։ Թեև Եհովայի սեղանի մոտ կերակրվող բազմությունը երկնքի աստղերի պես անհաշիվ է, այնուամենայնիվ ամեն մեկն ունի հացի իր բաժինը։ Մի պահ մտածեք, թե յուրաքանչյուր սրբին որքան շնորհք է անհրաժեշտ մեկ օրվա համար։ Դա այնքան շատ է, որ միայն ամենակալ Տերը կարող է ապահովել նրա համար։ Եվ այդուհանդերձ, նա իր սեղանը փռում է ոչ թե մեկ, այլ բազում սրբերի համար և հոգում է ոչ թե մեկ, այլ բազում տարիների համար։ Նրա նախախնամությունը սերունդների համար է։ Ուշադրություն դարձրեք նաև, որ նրանք, ովքեր մասնակցում են ողորմության խնջույքին, բավարարվում են, ոչ թե բավարարվում են, այլ լիանում են, և լիանում են ոչ թե հասարակ սննդով, այլ անձամբ Տիրոջ տան պարարտությունից։ Այս խնջույքը հավատարիմ խոստումով երաշխավորված է մարդկանց բոլոր այն որդիների համար, որոնք Աստծո թևերի շուքի տակ են ապավինած։ Սաղմոս 36:7։ Մի անգամ մտածում էի, որ եթե միայն կարողանամ հացի մի կտոր ստանալ Աստծո շնորհքի հետին դռան մոտ, դրանից էլ գոհ կմնամ, ինչպես այն կինն ասաց. շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած փշրանքներից են ուտում։ Մատթեոս 15:27։ Սակայն Աստծո ոչ մի զավակի համար փշրանքներ և մնացորդներ չեն պատրաստված, այլ Մեմփիբոսթեի պես նրանք բոլորն էլ թագավորի սեղանից են ուտում։ Երկրորդ Թագավորաց 9:13։ Շնորհքին վերաբերող հարցերում մենք Բենյամինի բաժինն ունենք, այսինքն 10 անգամ շատ, քան ակնկալում ենք։ Եվ չնայած մեր կարիքները մեծ են, բայց մենք հաճախ ապշում ենք այն զարմանահրաշ շնորհքի առատության վրա, որ Աստված տալիս է մեզ մեր բարօրության համար։